Բաքվի իշխանությունները սկսում են գրաված Ստեփանակերտի զանգվածային բնակեցում։ Այս տեղեկությունը հաստատել է արցախյան կենտրոնական 3 շրջաններում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Թեման շարունակենք Արտյոմ Էրկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչքան մարդ են մտադիր տեղափոխել Արցախ եւ սրանով ինչ խնդիր են լուծում։ Ուրեմն Յուսուբովը ասել է, որ այժմ Ստեփանակերտում կառուցվում են մի քանի բազմաբնակարան, բազմահարկ շենքեր, որոնց կառուցման ավարտից հետո անմիջապես մարդկանց կառաջարկվի գնել այդ բնակարանները եւ արտոնյալ հնարավորություններ կստեղծվեն հատուկ հիպոթեկային պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հեշտ ձեռք բերել անշարժ գույք Ստեփանակերտում։ Զանգվածային բնակեցումը Ստեփանակերտի սկսվել էր դեռ անցած տարի, եթե չեմ սխալվում 78 ընտանիք անցած տարի բնակեցվեցին Ստեփանակերտում, նախ սկսել էին Կրկջան Արվարձանից, այնուհետ արդեն Ստեփանակերտի կենտրոնում նույնպես սկսեցին ադրբեջանցիներին բնակեցնել։ Շուշիում ավելի շուտ էր այդ process-ը սկսվել, այնտեղ այժմ 23 բազմաբնակարան շենք է կառուցվում։ Իլհամ Ալիևը ասել էր ժամանակին, որ մինչև 26 թվականը Ղարաբաղում պետք է ապրի 140,000 ադրբեջանցի, այսինքն շատ ավելի շատ, քան ապրել է ժամանակին, մի քանի անգամ ավելի շատ։ Այդ նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծվել, հատուկ մեծ վերադարձի ծրագիր կոչվող այսպես է պլան է ձևավորվել, որը համակարգում է նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ այդ շտաբի կազմում ձևավորված է 17 աշխատանքային խումբ։ Մոտ 10 միլիարդ դոլար է հատկացվել այս վերջին 5 տարիների ընթացքում այդ ծրագրի ֆինանսավորման համար։ Այդ ամենի նպատակը շատ պարզ է, բացառել հայերի վերադարձը Արցախ։ Մի բան, ինչը ադրբեջանցիների պարտավորությունն է, որը բխում է միջազգային դատարանի վճռից։ Վճիռը պահանջում է, որ Ադրբեջանը պայմաններ ստեղծի Արցախը հայերի հայրենիք վերադառնալու համար։ Արտյոմ, իսկ ադրբեջանցիները հետաքրքիր է, ուզում են տեղափոխվել Արցախ, այնտեղ բնակվել։ Իհարկե օբյեկտիվ ինֆորմացիա այս ամենի վերաբերյալ դժվար է գտնել, սոցցանցերից կարող ենք դատողություններ անել։ Օրինակ վերջերս Facebook-ում մի գրառում մեծ աղմուկ էր հանել Ադրբեջանում հայտնի եւ ազդեցիկ բլոգեր լրագրող Գանիմատ Զահիդը, ով YouTube-յան Ադրբեջան Սաաթի YouTube կանալի ղեկավարն է, այս թեմային անդրադարձել էր եւ պնդում էր, որ այն ադրբեջանցիները, որոնք ժամանակին ապրել են Արցախում, բոլորովին էլ հակված չեն այնտեղ վերադառնալ։ Նրանք չեն շտապում թողնել Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում իրենց բնակարանները եւ վերադառնալ Ղարաբաղ։ Ավելին, այն ադրբեջանցիները, որոնք Արցախում բնակարաններ են ստացել, ինչպես պնդում է Զահիդը, կամ վաճառում են այդ բնակարանները, կամ վարձակալությամբ են տալիս Արցախ եկող զբոսաշրջիկներին, իսկ իրենք շարունակում են ապրել Բաքվում, Գյանջայում եւ Սումգայիթում։ Արտյոմ, իսկ հայերի տները չէ որ պահպանվել են, չէ՞, այդ տները, որտեղ հայեր են ապրել։ Այդտեղ այդ տների ճակատագիրը ինչպես է։ Կրկին շատ բարդ է հասկանալ իրականությունը որն է, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պնդել, թե իբր այդ բնակարանները ձեռք չեն տալիս, Իլհամ Ալիևը ժամանակին ասել էր, որ դրանք կապարակնքված են, որ ռազմական ոստիկանությունը հետևում է, որ դրանք չթալանվեն, իհարկե անհետեթություն է, վաղուց թալանված է, համենայն դեպս նաև նախագահի աշխատակազմին առընթեր միջազգային վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիևն էր պնդել, որ հայերը կարող են վերադառնալ եւ տնօրինել իրենց պատկանող գույքը, վաճառել այն, թե իրենց գործն է ինչ անեն։ Բայց իրականությունը ապացուցում է որոշ հանգամանքներ, վկայում են այն մասին, որ այդ բնակեցումը արդեն սկսվել է։ Օրինակ Ադրբեջանի մեջլիսի падգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը նիստի ամբիոնից հայտարարել, որ ժամանակն է զանգվածային ձևով սկսել հայերին պատկանած բնակարանների բնակեցումը, քանի որ բոլորովին էլ պետք չէ ուշադրություն դարձնել հայերի պահանջներին կամ միջազգային նորմերին։ Եվ օրինակ Կավկասքի ուզել պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ հայերին պատկանող բնակարաններում վերանորոգում է սկսվել, այսինքն կարող են կռահել, թե ինչ նպատակով, հավանաբար այնտեղ արդեն ադրբեջանցիներ են ապրում։ Մամուլը թափանցել տեղեկությունն այն մասին, թե քննարկվում է այսպիսի մի տարբերակ, ընդունել օրենք
օրենք, որը կպարտադրեր հայերին վերադառնալ, ուրեմն հաստատել իրենց գույքային իրավունքը, վերահաստատել այդ փաստաթղթավորել, իսկ եթե ինչ-որ ժամկետի ընթացքում իրենք չեն օգտվում այդ հնարավորությունից, զրկվում են գույքի հանդեպ սեփականության իրավունքից։ Իհարկե, այս նախաձեռնությունը հակասում էր բոլոր միջազգային նորմերին, հավանաբար այդ պատճառով չհամարձակվեցին այն ընդունել։ Իսկ խնդիրը կարող հենց միջազգային ինչ-որ օրենքներ, նորմեր կան։ Ադրբեջանի իշխանությունները ընդունում են, մեկնաբանում են այդ պատերազմը որպես ներքին զինված միջամտություն, հարձակում, բախում, ուստի պետք է Արցախի հայերին ճանաչեն որպես համաքաղաքացիներ եւ հարգեն նրանց գույքային իրավունքները։ Այդ ռեստիտուցիայի իրավունքը, գույքի հանդեպ սեփականությունը վերականգնելու իրավունքը ունիվերսալ իրավունք է եւ բոլորովին կապ չունի արդյոք այդ գույքի սեփականատերը ցանկություն ունի իրեն համարելու այն երկրի քաղաքացի, որի տարածքում է այդ գույքը։ Միջազգային նորմերը այդ մասին շատ հստակ են արտահայտվում, հա, թեև Իլհամ Ալիևը պահանջում է, որ վերադառնան քաղաքացիություն ընդունեն, այդ դեպքում ոչ մի խնդիր չեն ունենա։ Միջազգային նորմերը բացառում են այս մոտեցումը։ Ադրբեջանցիները դա գիտակցում են, օրինակ Ատլաս վերլուծական կենտրոնի ղեկավար փորձագետ Էլհան Շահինօղլուն հարցազրույցներից մեկում ասել է, որ շատ վտանգավոր կլինի հայերի բնակարանները բնակեցնել, քանի որ այդ դեպքում հայերը հայցերով հանդես կգան միջազգային դատարաններ եւ դատարանները կպարտադրեն, որ Ադրբեջանը այդ հայերին հատուցում, փոխհատուցում վճարի։ Իդեպ դրա նախադեպը ունեցել ենք ժամանակին մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, եթե չեմ սխալվում, 2015 թվականին վճիռ էր կայացրել Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որի շրջանակներում հիմնավոր էր ճանաչել Սարգսյանի պահանջը եւ պահանջել էր Ադրբեջանի կառավարությունից մեխանիզմ ստեղծել, որը հնարավորություն կտա հատուցել Սարգսյանին Բաքվում իր բռնագրաված բնակարանը։ Իհարկե Ադրբեջանը անտեսել է այս վճիռը եւ չի կատարել այն։ Ամեն դեպքում կարևոր նախադեպ կա եւ անհրաժեշտ է պահպանել բոլոր փաստաթղթերը անհրաժեշտության կամ ճիշտ պահին օգտվելով այդ հնարավորությունից։ Իհարկե դա կամք է պահանջելու, ժամանակ է պահանջելու, այդ իմ հիշատակած Սարգսյանը դատի ընթացքում մահացել էր, կնոջն էր փոխանցել իրավունքը, կինը եւս մահացել էր, զավակներն են շարունակում։ Այս դեպքում եւս միգուցե սերունդներ պահանջվեն արդարության հասնելու համար, բայց մենք ունենք լավ օրինակ, երբ ցեղասպանությունից տուժած հայերի ժառանգները ի վերջո կարողացել են հատուցումներ ստանալ ապահովագրական ընկերություններից։ Այս դեպքում եւս պետք է պատրաստ լինենք, ինչպես ասացի, ճիշտ հարմար պահին, որպեսզի Արցախահայերը օգտագործեն իրենց ունեցած իրավական բոլոր հիմքերը արդարությանը հասնելու համար միջազգային դատարաններում։ Շնորհակալություն, Արտем։